Արագածոտնի թեմի առաջնորդի թեմում ծառայող քահանաների եւ աշխատակիցների նկատմամբ իրականացված հետապնդումների կապակցությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովանավանքի սպասավոր Տեր Արամ քահանա Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների եւ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։ Արագածոտնի թեմի առաջնորդի թեմում ծառայող քահանաների եւ աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու եկեղեցու հեղինակությանը եւ վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգեւորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։ Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսարարողական կյանքը, խաթարվել հոգեւոր հովիվների ծառայությունը։ Ամբողջատիրական համակարգին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կոպտորեն ոտնահարում են կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն, խորացնելով հանրային պառակտումը։ Մեր հոգևորականներին եւ հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Խարդավանքներով, սպառնալիքներով եւ բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին եւ հավատավոր ժողովրդին։ Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության, մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար։ Մասնավորապես ասվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ։